Եթե Ամերիկայում բնակվող բարեկամը ձեզնից գումար է խնդրում, միշտ ապեք ուղարկել։ Հավանականությունը մեծ է, որ դուք կիբերհանցագործի թիրախում եք։ Երկու տղամարդ տարբեր մարդկանցից այս մեթոդով մոտ 10 միլիոն դրամ են հափշտակել։ Facebook-ում ստեղծել են կեղծ էջեր, օգտագործելով հիմնականում Միացյալ Նահանգներում բնակվող մարդկանց նկարները, գրել են նրանց ընկերներին եւ բարեկամներին։ Տուժող անձինք չցանկացան տեսանկարը հանվել։ Նրանցից մեկը համաձայնեց հեռախոսով պատմել դեպքի մասին։ Facebook-ով ինձ իմ ընկերուհին իրա ոնց որ նոր էջից գրեց, որ իր հին էջը բլոկ են արել, սա իր նոր էջն է։ Սկզբից ինչ որ շփվում էր իմ հետ, ոնց եք բան, հետո գրեց, որ ինչ որ Ամերիկայից, ինքը Ամերիկայում է, ասում Ամերիկայից չեմ կարողանում Հայաստանում ուզում եմ առաքում անել, նվեր իմ ինչ որ բարեկամներին, որ խնդրեմ կանես, ես էլ քո քարտին փոխանցեմ գումարը, ասացի հա կանեմ, խնդիր չկա։ Ընկերուհի ներկայացածը սկզբում 20,000 դրամ է խնդրել, այնուհետև 25,000։ Գումարները ստանալուց հետո երրորդ անգամ արդեն 30,000 դրամի համար է դիմել։ Ու արդեն այդ պահին ես ոնց որ աչքերս բացեցի, հասկացա, որ ինչա կատարվում, բայց դա արդեն ուշ էր։ Քննիչը նշում է, գումար հափշտակելու եղանակները տարբեր են։ Եղել են դեպքեր, որ տրամադրվել են էլեկտրոնային վճարային համակարգերի կամ բանկային քարտերի տվյալներ եւ տուժողը վստահ լինելով, որ իր ընկերոջն է գումարը ուղարկում, ուղարկել է այդ հաշիվներին։ Եղել են դեպքեր, որ տուժողը չի կարողացել փոխանցում անի, տրամադրել է իր քարտային տվյալները, գցել են որոշակի ռեսուրսները, արդեն հանցավորի կողմից է կատարվել փոխանցումները տարբեր քարտերի կամ հաշիվների։ Տղամարդիկ կատարել են փողերի լվացում, հափշտակած գումարը օրինականացնելու համար։ Տեղաբաշխել են, փոփոխել են, վերափոխել են գումարները տարբեր հաշիվների մեջ, օգտագործել են նաև կրիպտոակտիվների հաշիվներ, որպեսզի դրանց հետագծելիությունը վերացնեն, ձևափոխեն ստացված դրամական միջոցները եւ վերջում ձևակերպեն որպես օրինական ձևավորված գումարներ, չունենալով դրա համար պատշաճ ծագման աղբյուր, այսինքն վարույթի ընթացքում հաստատվել է, որ այդ գումարների ծագման աղբյուրը եղել են հանցավոր։ 686,000 դրամը վերականգնվել է, գումարը սակայն տուժողները դեռ չեն ստացել, քանի որ դատաքննությունը դեռ չի ավարտվել եւ մեղավորությունը չի հաստատվել։ Երկու մեղադրյալներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ մյուսի նկատմամբ կալանավորումը հայտարարվել է հետախուզում։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։